Քանի ջան, մի հատ էլ ասա։ Միատել եմ ասում, նախ ներողություն խնդրեք, պարտավոր եք որպես падգամավոր առաջին հերթին ներողություն խնդրել, որպես տղա պարտավոր եք ներողություն խնդրել, մանդատն էլ վայր պիտի դնեք։ Մի վարքյան, Մանդատն էլ վայր պիտի դնեք։ Պետք է կողմնորոշվես։ Ասեցի այդ երեքը միացին պիտի անեք։ Այդ սաղ միանգամից իրար հետ։ Հա, սաղ միանգամից իրար հետ, այդ հայոյելը գիտեք, դրա հետևանքները չգիտեք։ 26-ին իշխանությունը փոխվել է, խեմ ես մանդատս վայր դնում։ 26-ին իշխանությունը դրամ արեք խմած։ Խմած ինչ կապ ունի։ 26-ին իշխանությունը փոխվելու է։ Դու ինձ ասում ես։ Դու ինչ ես խոսում իմ հետ հիմա։ Ինչի համար։ Ինչի համար ես խոսում այդքանը։ Բա ինչ ասա։ Ինչի համար ես դու այդքան բան անում։ Ուզում հասկանամ տրամաբանությունը քո արածի էլի։ Հա, դուք բայց ուզում հասկանամ տրամաբանությունը։ Էդ է ճշմարտությունը քո արածի կոնտեքստում, որպես դրանից է տխուր։ Դրանից է տխուր։ Իրոք դուք падգամավորին հարվածում եք անձեռն մխելությունը։ Եկեք վաղը էլի, եկեք վաղը էլի հարգելի։ Եկեք վաղը էլի խնդրում։ Մի արա, հա, ինձ բռնել են ոչինչ։ Չէ, մենք վաղը շարունակենք։ Եթե կարիք լինի, եւ պարոն Գաբրիելյանը կխնդրի, եւ պարոն Գաբրիելյանը կխնդրի, բայց հիմա եկեք Անի ջան, երբ որ հայոց լրագրողների դուրս մեկը դուրս եք գալիս ասում եք տգեղա։ Անի տգեղա, տգեղա, քո արածը, պրոստը տգեղա։ Պրոստը տգեղա քո արածը։ Ինչն է իմ արածը տգեղ։ Ձեր արածը տգեղ չի, իմ արածը տգեղ է։ Պրոստը տգեղա։ Այդքան Անի ջան, վաղը կլինի շարունակենք։ Այդքան ուժ գտեք ձեր մեջ, ներողություն խնդրեք ձեր արարքի համար։ Որ արարքի համար։ Դուք պատկերացնում եք, ասում եք 26-ին չեք լինի իշխանության, բա 26-ին չեք լինի իշխանության, փողոց դուրս կգաք ձեր արարքի համար, ձեր արարքի համար ձեր ինչ կանել է։